Գնացինք, ես եմ չէ 60 տղեր։ Նորից բարև ձեզ, բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են, ես դեռևս Սաթին եմ, ինձ հետ դեռևս Շասմինն է։ Մենք որոշել ենք սուրճ խմենք կարճ ու մի քիչ քննարկենք թեման ու վերադառնանք, շարունակենք խոսակցությունը, բայց այնքան խոսացինք մի շաբաթ անցավ։ Դες այնտեղ անցավ մի շաբաթ։ Սուրճ խմելու շարունակում ենք քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը, կոնֆլիկտը եւ պրոպագանդան այդ կոնֆլիկտի շրջանակներում։ Ժասմին, մի հատ խոսանք պրոպագանդաների պատերազմների մասին, այսպես ասած, բիտվա նարատիվով։ Հայաստանը հիմա խաղաղության նարատիվով է, հա, առաջնորդում, ինչը ես համարում եմ ճիշտ պարտված կողմի համար, անկախ նրանից դու ինչ հետապնդում ստրատեգիաներ ես մշակում, նարատիվը պիտի խաղաղասիրական լինի։ Ադրբեջանից մենք մեր օրինակ խաղաղության խաչմերուկին ընդառաջ, հա, կամ ի հակադրություն մեզ մոտ տպավորվել է արևմտյան Ադրբեջանի խոսույթ նարատիվը, որը դե խաղաղասիրական չի։ Ինչ ես կարծում հնարավոր է խաղաղասիրական նարատիվներով հաղթել ռազմական նարատիվներին եւ ընդհանրապես ճիշտ է ունենալ խաղաղասիրական պրոպագանդա նարատիվ, երբ որ հարևանդ այդքան էլ փոխադարձությամբ չի պատասխանում քեզ։ Եթե ոնց որ իմ կարծիքն ենք բանանում, ես կարծում եմ, որ խաղաղարարական օրակարգ ունենալը ճիշտ է ցանկացած պետության համար։ Դու հիմա հաղթող ես, պարտվող ես, թե դեռ կոնֆլիկտը չի եղել, թե այլն, ավելի լավ է գնալ խաղաղության ուղղությամբ, որովհետև ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից լավ է։ Ու դա ոնց որ արդեն այ հիմա երբ որ այսքան շատ պատերազմներ եղավ, որտեղ որ մի 10 տարի առաջ այս խոսակցություն նմանատիպ միտքեր հայտնում, ասում են, հա դե դու ռոմանտիկ պացիֆիստ ես եւ այլն, որովհետև արդեն երկար ժամանակ խաղաղության շրջան էր եղել։ Մարդիկ այդքան լավ չէին պատկերացնում, որ պատերազմը իրոք վնասակար բան է։ Հիմա որ արդեն մի քանի պատերազմներ եղավ, հա, մեր տարածաշրջանում կողքերը եւ այլն ու մարդիկ ավելի մոտիկից են պատկերացնում, արդեն այդ խնդալու չի այդ ռոմանտիզմը։ Սկսում ես մտածել, որ իրոք խաղաղությունից պրակտիկ օգուտը ավելի շատ է։ Գլոբալ, հա, իսկ պատերազմից ինչ որ մարդիկ ակնհայտորեն ունեն օգուտ, բայց այդ մարդիկ հիմնականում մենք չենք, ու հիմնականում մենք իրաց չենք ճանաչում այդ մարդկանց։ Այդ այդպես առանցին եւ հետեւաբար ոչ մի կերպ հավանություն չեմ տալիս Ադրբեջանի այդ անընդհատ բզբզալուն եւ որևէ մեկ այլ երկրի այդ հենց անընդհատ բզբզալուն հիմա այս պահին այն որ Հայերեն ասած չեղած տեղը։ Այն հիմա իրանք ինչ անում են, իրանք անում են չեղած տեղը, իրանք ստեղծում են կոնֆլիկտ։ Ոչ մի պարագայում չեմ հավանում դա արդարացված։ Որտեղ գիտեմ Հայաստանում է շատ մարդիկ կան, որ ասում են հա դե լավ է անում, իր երկրի համար է անում եւ այլն եւ այլն։ Ագեր դա քիչ բաներից է որ ես վստահ եմ, չկա այդպես կոնֆիգուրացիա, որ դու պատերազմ ես նախապատրաստում ու դա քո երկրի համար լավ բան ես անում։ Չկա այդպես բան, որ դու քո երկիրը գցում ես պատերազմի մեջ ու դու լավ ես անում։ Լավ բան ես անում։ Պատերազմը միշտ վայրենացում է, պատերազմը միշտ նու զոհեր է ու երկարաժամկետ հետևանքներ է, որովհետեւ շատ երկարաժամկետ, որովհետեւ այդ զոհերը նույնիսկ քիչ է այդ զոհերի երեխեքը հետո նեղացած են լինելու։ Կրիմինալի աճնա, մարգինալիզացիայի աճնա ու կա ինչ որ գլոբալ անդառնալի հետևանքներ։ Օրինակ Գերմանիայում գիտես որ ֆաշիստները եկան ու Գերմանիայի ուղեղները սկսեցին գնալ։ Հələ նույնիսկ մինչև 39 թիվը մարդիկ ուղղակի վախեցած են, սկսեցին գնալ։ Ու արդյունքում մինչև այդ գիտության, այսպես top լեզուն գերմաներենն էր, ու փիլիսոփայական միտքը, սոցիալական միտքը, գիտական միտքը ստեղծվում էր գերմաներեն, հիմա ստեղծվում է լեզվով։ Ոչ գերմաներեն։ Անգլերեն, որովհետև այդ մարդիկ գնացին ուր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ու դա անդառնալի կորուստ է։ Այսինքն նույնիսկ եթե Հիտլերը գրավեր, չգիտեմ, ինչ որ բաներ ու տենց գրաված մնար, ինչ որ կայսրության շրջանակներում ընդունենք մինչև իր մահը, ոնց որ Ալեքսանդր Մակեդոնացին, հետո մեկ այդ ամեն ինչը ինչ որ ձև ծրվել էր, այդ անդառնալի կորուստ, այսինքն Գերմանիան եսի միջքան ջանք էր դրել սարքել էր իր համար այդ փիլիսոփայական պստիկ հա թակավորությունը այսպես ասած որտեղ ինքը ձևավորում էր մտածողություն եւ այդ գերմանալեզու միտքը միջև այսօր աշխարհում ձևավորում է, չէ՞ մտածողություն, որտեղ դու միշտ հղում ես անում այդ մարդկանց։ Վերջ,
Էլետի հետ չի գա։ Չգիտեմ, ինչ պիտի լինի ամբողջ անգլալեզու այդ հանրույթի հետ միաժամանակ, որ այդ միտքը հետ գա, էլի փաշ չի, որ հետ կգա Գերմանիա, կարող է հետ գա, չգիտեմ, Նորվեգիա։ Այսինքն ցանկացած պատերազմ ինչ որ բաներ է, դու միշտ կորցնում ես։ Դու նույնիսկ եթե նոր տարածք ես ստանում այդ պատերազմի արդյունքում, նախ հիմնականում այդ տարածքը քեզ պետք չի։ Որտեվ հիմնականում գրեթե բոլոր երկրների դեպքում, տենց է, դու արդեն ունեիր տարածք, որը վատ էիր օգտագործում, ստանում ես նոր տարածք, որը էլի վատ ես օգտագործելու։ Նույնիսկ հիմա Ադրբեջանը ունենալու Արցախի հետ ինքը այդ տարածքը ստացել է, վատ է օգտագործելու։ Դրա համար ոչ մի պատերազմի տանող բան երբեք իր երկրի օգտին չի, ու այդ հիանալը իր ինքը տենց ուժեղ տղամարդ է, որը բան է, օքեյ, եթե դες ինչ-որ ուժեղ տղամարդու կերպար է պետք, կարող կինո նայեք, չգիտեմ, գրեպկի արեշեք ինչ-որ, բայց այդ հիանալու չի։ Իսկ հնարավոր է դրանով հաղթել, թե չէ, ես մեր կողմից ինչ-որ բալանսի պակաս եմ տեսնում, որովհետև կարելի է ունենալ խաղաղության օրակարգ ու հետո ունենալ բալանս։ Օրինակ, եթե Նախիջևան, Գանձակ, Շիրվանի հայերի միություն, որը պետք է սկսեր անել, հա, ու չարվեց։ Դե մնացել է ամեն դեպս ձենջում չի լսվում։ Հիմա իրանք խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, որը այս պահի դրությամբ նշանակում է Երևանի, չգիտեմ, Գեղարքունիքի մարզի այնտեղ եւ այլն տեղի ադրբեջանցիների իրավունքներ։ Մենք լրիվ նույն բանով իրավունք ունենք խոսանք դրա մասին։ Դա ոչ մի ձև մեր խաղաղության օրակարգին չէր հակասի, որովհետեւ մենք խոսենք դրա մասին նույն տոնով, որ եկեք գնանք, օրինակ, ապրենք, չգիտեմ, եւ այլն, ու հասկանալի է, որ դա շատ տեսական խոսակցություն է, ու արդեն այդ մարդիկ, որ կուզեին այնտեղ գնային, կամ շատ ծեր են, կամ չկան արդեն։ Դժվար իրականում ինչ-որ մեկ գնա։ Բայց մեդիայի մակարդակը։ Բայց դա մեր խոսույթը կբալանսավորեր, ու փաստացի ստացվեց, որ միտքը կար, հետո ինչ եղավ այդ միտքը, ես չգիտեմ, երևի համարվեց ոչ նպատակահարմար, բայց այս բaragam, չգիտեմ, դու կարծում ես, որ մեր կողմից ինչ-որ սխալ է բանը։ Ինձ թվում է, որ սխալը իրենց կողմից է։ Դե հա, բայց ես էլ եմ կարծում, որ Արևմտյան Ադրբեջանին նույնիսկ տրոլինգի մակարդակով կարելի է ինչ-որ Կասպիա, Արևելյան Հայաստան կամ ինչ-որ sense ինչ-որ հա, ինչ-որ մի տափակ բան կամ հենց կոնկրետ Նախիջևանի, Շիրվանի, Շամախիի, հայերի խաղաղության օրակարգի շրջանակներում օրինակ կարելի է առաջարկել որպես ժեստ խաղաղության ստեղծել օրինակ համատեղ խումբ ճարտարապետների, չգիտեմ, հնեաբանների, բաների, որոնք զբաղվեն այդ ոչնչացված խաչքարների, որտեղ կան ծավալում, հա, Նախիջևան, ոչնչացված խաչքարների օրինակ տեսքի վերականգնման կամ ուսումնասիրության պետքեյսի կամ ինչ որ մի համատեղ research թեմայով ու դա գներ եւ խաղաղության օրակարգի մեջ, որտեղ դու դա առաջարկում ես, որ եկեք համատեղ աշխատենք։ Եվ ես մի քիչ դրդր ես պահում, էլի։ Հետո գիտես, դու նաեւ մի հատ սառը ցնցուղ կանեիր իրանց հասարակության վրա, իրանք շատերը դաժե չգիտեն, որ Նախիջևանում հայկական հետք ա եղել։ Իրանք գնում են այսօրվա Նախիջևանը ու ասում են, որ ոնց որ Թուրքմենստան գնաս, ինքը դաժե Ադրբեջանի համեմատ շատ ավելի sense ավտորիտար, հետո ճարտարապետությունն էլ մոդեռն ճարտարապետություն է, Թուրքմենստանն է ինքը տենց որպեսզի լավ պատկերացնենք ուր են գնում ու շատ զարմանում են ասում ինչ հայկական է, ինչ կան դե հայկական բացարձակ ադրբեջանական տարածք է, երբ որ դու գնում ես այնտեղ, այսինքն դա էլ կարաս էլի որպես սառը ցնցուղ էլ օգտագործես ու ոչ իհարկե վարչապետի մակարդակում, ոչ պաշտոնական մեր այրերի մակարդակում, այլ ինչ-որ հասարակական կազմակերպություն է դե հիմա գործունեություն է, հա, հումանիտար առաջարկ արել, ոչ մի կերպ դա խաղաղությանը չի խանգարում։ Ես էլ եմ կարծում, որ այդ առումով շատ ենք լվում երբեմն։ Մենք հա բալանսի պակաս ունենք, բայց ասել որ խաղաղության օրակարգը մեր կողմից սխալ է, մենք էլ պետք է այդպես ինչ որ հաթաթաներ տանք եւ այլն, դա տափակ միտք է։ Ոնց որ եւ գլոբալ է տափակ միտք, որովհետեւ ինչի համար։ Եվ այս պահին ոնց որ մենք այդ ռեսուրսը չունենք, որ դա հաթաթանք իսկապես չունենք, էլի։ Այրանք հիմա անկապ բզբզում են ինչ որ բաներ կա, որ իրոք կարելի անել ու իրանք կարող իրոք տափակ բաներ լինեն։ Ասեք մեկ իրոք տրոլինգի մակարդակով կամ բան։ Դե արժեզրկում ես դու դրանով էլի այդ հարցը։ Օրինակ մտքով անցա որ կարելի առաջարկել էլի որպես խաղաղության ժեստ, խաղաղության օրակարգի շրջանակներում, դա շատ խաղաղացիական է հնչում։
Օրինակ վերցնենք Հայաստանում ինչ որ մեծ գյուղ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներն ապրել կամ քաղաք կամ որն է ձեր համար շատ թանկ ձեր հոգուն հարազատ։ Այդ որ մտնում ես գյուղը, այնտեղ ցուցանակա չէ դրած անվանումով։ Մենք վերցնում ենք մի հատ այդպիսի տեղ Հայաստանում, մի հատ այդպիսի տեղ Ադրբեջանում, ու մենք գրում ենք տակը ադրբեջաներն անվանումը, դուք գրում եք տակը հայերեն անվանումը, օրինակ։ Դա չի արվի։ Մոտակա, չգիտեմ, 10 տարվա կտրվածքով, որովհետև կգրան մարդիկ կջարդեն այդ ցուցանակը, կներկեն, հիստերիկա կբարձանա, այդ ամբողջ հայրենալրբությունը կբարձանա, այստեղ էլ մենք գիտենք, որ դա չի արվի, բայց մենք կարանք դա առաջարկենք։ Եթե նույնիսկ կարվի ու կջարդեն, այդ արդեն էական չի, որտեվ արվեց, լենտոչկեն կտրեցին, հա, չգիտեմ, բան արվեց, բալանսը ինչ որ ձև կպահվի։ Այստեղ գիտես, մի քիչ մեր քաղաքականությունը մի փոքր պաշտպանեմ, սենց մտածում եմ պրոստը քո առաջարկի մասին։ Նայ, մեզ մոտ որ քանդվի, հա, որ գնան ջարդեն փշեն։ Հենց մեր ներսում ուժեր կան, որ կուզեն դա հանրայնացնեն։ Հա, որպես հպարտություն։ Իրանց մոտ եթե Ալիևը ասեց այստեղ բան ենք տնկում ու սա պիտի մնա, նույնիսկ եթե վառեն ջարդեն փշրեն, նախ առավոտը նորից թարմ տնկած կլինի, երկրորդն էլ ոչ մեկ չի գրի դրա մասին։ Հա, ու դու կպարտվես քո առաջարկած ժեստի հետ կապված, որովհետև քո մոտ լիքն է մեդիա, որը շատ մեծ հաճույքով ցույց կտա այդ ամեն ինչը ու կհպարտանա ու չի հասկանա, որ դու փորձում ես խելացի խաղ խաղաս ու այդ սեփական խաղի թակարդը ընկնելը մեզ մոտ մի քիչ վտանգավոր է, որովհետև մենք շատ էմոցիոնալ ենք ու շատ հպարտանում ենք մեր այդ մեզ թվում է թե դա քայլ է ի պաշտպանություն հայրենասիրությունը, բայց հայրենալաչարությունը շատ վատ ստրատեգիա է, էլի, երբ որ դու շախմատ ես փորձում խաղաս, դրա համար կարող է աշխատի, բայց կարող է եւ այս ավտորիտարիզմի արդյունավետությունն է։ Դու պիտի հաշվի առնես, որ Ադրբեջանում կարում են Ալիևի ասած խոսքը կարում են անեն, հա, դաժե եթե ինչ-որ ման պրավալ գնա, պրոստը իրանց մեդիան դրա մասին չի գրի ու շատ արագ կտանեն նոր, այնքան կդնեն, մի քանի հոգու էլ կծեցեն, կջարդեն, կփակեն եւ այլն կվախացնեն ու կփակվի այդ հարցը, էլի։ Մեզ մոտ չի աշխատի, դրա համար պետք է այդ առումով շատ զգուշ լինել, հայելային բաներ առաջարկել, մտածելով, որ դե մեկա չի լինելու, որովհետեւ կարող է քո դեմ դուրս գա։ Այդ մասով զգուշ կլինենք, բայց միության հարցով Նախիջևանի հայերի բան որ կար, դա հրաշալի կարա աշխատի։ Դե ուրեմն կարելի է պահել իրավական դաշտում, որովհետև հումանիտար իրավաբանական փաստաթղթերը վառեն, օքեյ, ոչինչ։ Փաստացի հողի վրա արվող գործողություններում կարող է մեր դեմ դուրս գա մեր իսկ արած առաջարկը։ Ահա, դե հա, բայց պահել ինչ որ այսքան մեր օրակարգը ինչ որ մի հատ պստիկ բալանս կողքից ուզում է, իրան չհակասող։ Բայց այդպես մի քիչ sense այդպես ծակողթ է, թե համաձայն։ Ու իրանց բանի համար մենք պատասխանատու չենք։ Այսինքն ես համարում եմ, որ դա հիմարություն է, ոնց էլ գնա այդ պատմությունը, հիմարություն է, այսինքն կամ իրանք կբերեն նոր պատերազմի, որից ոչ մեկ օգուտ չի ունենալու, որովհետև պատերազմից երբեք ոչ մեկ օգուտ չունի, կամ ոչ միտեղ չեն տանի, ուղղակի այդ մարդիկ էլ ավելի թրիգերված կլինեն, որը էլի ներքուստել լավ չէ, էլի, հա, բոմբա քեզ համար էլ տակը դրած բոմբա։ Բայց քանի որ իրանց իշխանությունը պահվում էր Ղարաբաղի հարցի շուրջ, հիմա Ղարաբաղի հարցը այնտեղ չկա, իրանք պետք է ինչ-որ բանի շուրջ իշխանություն պահեն, գուցե դրանով փոխարինում են փոխարինեն այդ վստահ չեմ, բայց գուցե այդ պահը կա։ Լսի, տես հիմա որ դրան ուշադիր նայես, օրինակ որ իրանք զինվում են, չէ՞։ Իրանց ժողովրդի մեջ մեծ հատված կա, որ իրոք հավատում է, որ դա հայերի դեմ չի։ Դուք պրոստը չգիտեք, որ մեր իրական թշնամիները ռուսներն ու Իրանն են։ Մենք տենց դարավոր թշնամիներ ունենք, էլի, ձեր հետ սենց ինչ-որ գզվրտոց էր, նեղացրել էիք մեզ, չգիտենք էլ խի, բան, սենց է իրանց նարատիվը, չէ՞։ Բայց բացառապես որ կարան ճիշտ դուրս գա, տենց էլ լինի օրինակ։ Չէ, իհարկե չէ, որ լսի Իրանից էլ են էլի ասում, դա նես չի որ օդից է, հա, Իրանը միանշանակ Ադրբեջանը ավելի շատ է համարում Իրանից կտրված ինչ որ հատված, քան մեզ, մենք տենց
քրիստոնյա լինելով ինչ որ օտար մարմին ենք, բայց Ադրբեջանի դեպքում իրանք դա միանշանակ իրանցն են համարում, էլի։ Այս են դեպքերից որ կարող է բոլոր քաղաքագետները սխալ դուրս գան Բաքի գժերը ճիշտ։ Համենայն դեպս իրանք շատ անկեղծ են վախում Իրանից էլ, Ռուսաստանից էլ, ու այդ պատկերացումը, որ իրանք պետքա մեկաուժեղ լինեն, որովհետև Հայաստանը ուղղակի իրանք մեզ համարում են, որ խի արեցիք, էլի, ասենք խի նո ժողովրդի մակարդակում, թե չէ պատերազմը իհարկե շատ ավելի պրագմատիկ բան է, բայց այն վախը, որ իրանք ունեն այդ երկու հսկաներից, դա տենց չի անցնում։ Ու այդ վախի վրա շատ հեշտ կարելի է նորից դրսից վախի վրա քո ներքին ռեժիմը պահել, կարծում եմ։ Ինֆորմացիոն գետոներից խոսանք, Ժասմին, ես օրինակ բերեցի, որ Ադրբեջանում շատ քիչ մարդ գիտի, նույնիսկ հներից է, նույնիսկ մեծերից, որովհետև սովետի ժամանակ իրանք նես չի, որ տենց անդադ Նախիջևան են գնացել եկել, էլի, Նախիջևանը իրանց համար բավական ինչ որ այնտեղ շատ քրդեր են ապրում, ու մշակութային էլ Բաքուն տենց ավելի պարսկական, չէ, հիմքի վրա, փափուկ ժողովուրդ են, էլի, ավելի։ Սրանք ասենց կոշ ժողովուրդ են մի քիչ, չեն զգում իրանք այդ միասնությունը, էլի, անկեղծ ասած ազգային էլ, մշակութային էլ եւ այլն, ու հետո հերույա չոր այլ երկրի մեջով պետք է գնան բան, Նախիջևանը մի քիչ կտրված թեմա է իրանց համար, բայց իրանք իրոք ապշում են, երբ որ իմանում են, որ ոնց թե այնտեղ հայկական ինչ կարա լինի, բացառությամբ այն մարդիկ, ովքեր կարդացել են այն իրանց գրողի այն քարե երազներ, իրանց, հա, ադրբեջանցի գրողի։ Հա, մենք ադրբեջանցի գրող գիրք էր գրել 1918 թվականին Ագուլիսում հայերի կոտորածների մասին, այսպես ասած, նու որտեղ հայը ներկայացում է որպես զոհ, ադրբեջանցին ներկայացում է որպես ջարդարար ինչ որ մի էլեմենտ, ու գրքերը վառել էին Բաքվում, իրան դե ոնց որ կարծես աքսորել էին, բայց այդ գրքից իրանք ընդհանրապես գիտեն, որ 100 տարի առաջ Նախիջևանում ինչ որ հայեր են եղել ցենց բան, դե սովետի ժամանակ Նախիջևանը շատ արագ է հայաթափվել, էլի։ Այդ գետոյացումը, մենք ամենքս իրանք էլ ունեն թեմաներ, որ մեզ ասում են, ցենց զարմանում ես ու իրանք ասում են անհնար է դա չիմանաք, չեք ոնց կարաք դա ասենք չիմանաք, որ տենց ա եղել, բայց մենք իրոք այդ ոնց որ ասցի ցենց բետոնի, ցեմենտ բետոնի մեջ ենք ապրել, գետոյացված ենք ապրել, հա, հնարավոր է հիմա այս մեդիա տիրույթում, նոր իրականությունում, ու այդքան էլ նոր չի 10 տարվա իրականություն, չգիտեմ, քանի տարվա իրականությունն է, այս միջ անձնական ու միջ ազգային շփումները, այդ իրավիճակը փոխվի, մենք խոսանք իրար հետ ու ցենց ներքևից փոխվի, էլի, կոնֆլիկտի տրամաբանությունը Мы однажды уже попытались. Дважды. Չփոխվեց։ Դե որ գետոյացված ենք, դա փաստ ինֆորմացիոն գետո։ Այ, դե ես այդ մարդկանցից մեկն եմ, որ ոչ մի բան չեմ իմացել ադրբեջանցիների մասին, մինչև 2020 թիվը։ Այդ են բաներից է, որով ես բացարձակ չեմ հպարտանում, զուտ փաստ է, հա։ Նախ ես ոչ մի բան չեմ իմացել, հետո հետաքրքիր չի։ Նախ մի քիչ ճիշտ չի, որ դու քո հարևան երկրի մասին անկախ նայած ինչ հարաբերությունների մեջ եք, այդքան քիչ բան գիտես։ Ես նույնքան քիչ բան գիտեմ դեպի Վրաստանի մասին։ Ես ինչ որ բան գիտեմ վրացահայերի մասին, վրացահայ համայնքի մասին, նաև որովհետև այդ մասին գեղարվեստական գրականություն կա, հա, նաև որովհետև ինչ որ բարեկամներ ունեմ այդտեղ։ Դե Իրանի մասին, օքեյ, որովհետև Իրանն էլ որտեղից Իրանի մասին գրականություն կա։ Տեքստեր կա։ Բայց վրացիների մասին օրինակ առանձնապես բան չգիտեմ։ Նույնիսկ ադրբեջանցիների մասին, ադրբեջանցիների մասին ես սկսել եմ իմանալ ինչ որ բաներ, նաև այդ պատմությունները 2020-ից հետո ու ադրբեջանցիների հետ սկսել եմ ինչ որ բարև ձեզ ես եկեք խոսանությունից եմ հա ինչ որ էլեմենտար չի եւ կոմենտային ոչ վիրավորական ոչ փոխադարձ վիրավորանքների բան դիալոգ ունենալ էլի 2020-ից հետո օլի ես ամենա դեզինֆորմացված մարդ չեմ բայց փաստացի այդ նույն գետոյի մեջ եմ իմ պատկերացմամբ այնտեղ մի քիչ ավելի ահավոր է գետոները էլի հաշվի առնելով որ ինֆորմացիան շատ ուժեղ վերահսկվող է հա մեր մոտ ինֆորմացիա չեմ շուտ որ այդքան վերահսկվող եղած լիներ ասկե թե ես ինչ որ պահի հետաքրքրվեի լսի այդ դա մեզ չի հետաքրքրել կարող է որ սկային որ հետաքրքրվում ենք մեզ էլ փորձեին սահմանափակել, հա, ոնց որ իրանց մոտ է, բայց մենք ներքուստ ուղղակի հետաքրքրված չենք եղել էլի իրանցով։ Հա, հենց դա որ ինչի արկել ես մի բան, որի պահանջարկը սկի չկա։ Դե, բայց մենք ունենք, չէ՞, նկադրբեջանագետներ։ Հա։
Հա, բայց դու իրենց մասին պատերազմից առաջ ասոբ էին։ Չէ, բայց պատերազմի ժամանակ իրանք այնպես չէր որ նոր գնացին ադրբեջանագիտություն սովորելու, իրանք արդեն մասնագետ ադրբեջանագետներ էին, ուրեմն ինչ որտեղ դա ուսումնասիրվում էր, սովորում էր, ուղղակի մեդիայնություն չուներ։ Նաև գիտես, մեկ օրինակ այդ բլոգներն է բաներն էլ ավելի ուշ սկսեցին բանանել։ Հա, առաջ Facebook-ը ավելի sense անձնական տիրույթ էր, չէ՞, sense քաղաքականացված չէր, էլի sense։ Հա, մի քիչ ավելի քիչ, ու բայց ասենք կարող է բայց էլի կարող շատ քիչ դիտում ունենալ այդ ժամանակ։ Կամ էլ մենք էինք անձնական բաբլների մեջ։ Կարող է, հա, ու այդ ինֆորմացիոն գետոն, ինֆորմացիոն ցեմենտ բետոնը, այդպես օրինակ մեր մոտ հապաստել լռությամբ էր բանանում, այսինքն շրջանցելով, իգնոր անելով կամ հումորի տալով։ Իսկ Ադրբեջանի մասին ինչ-որ թեմա գնում հանգում էր Coca-Cola-ին ու այդքանով վերջանում էր։ Ու դու այդ Ադրբեջանի մասին հարց չէր տալի, այդ նրանից չէ որ դու վախենում էիր օրինակ որ քեզ բան կանեն։ Հիմա ավելի շատ, չէ՞, դու կարող ես մի երկու բառ խոսած, ինչ որ մարդիկ տրնեն դեմքիդ կամ վիրավորեն բան։ Այն ժամանակ դա ուղղակի ծաղրի առարկա շատ լինի։ Վերևից էինք էլի մի քիչ թեմային վերաբերվում։ Ինչով էլի բացարձակ չի հպարտանալ։ Հա, չէ։ Իրաց մոտ ոնց որ մի քիչ ուրիշ գետո է։ Իրաց մոտ խիստ ավտորիտար գետո է։ Խիստ վերահսկվող, այդ երեք կարդում էի Էլայի հոդվածում, որ բռնել են իրենց լրագրողներից մեկին, բռնել են զուտ ոնց որ որովհետև հակաիշխանական է եղել, այսինքն բացարձակ ավտոկրատական մոտիվներով, մեղադրանքը, որ իրան ներկայացրել են, այդ 2018-ին թե 19-ին է եղել, ինչի է դու գրում սոցիալական հարցերի մասին, տիպը ստեսան արդարությունը կան դեղեն արդարությունը, ու չես գրում Ղարաբաղի մասին, ուրեմն դու պետական դավաճան ես։ Բնական է, հա, իրանց ձեռ չի տալիս, որ իրանց իշխանության ֆեյլերի մասին գրող լրագրողը իրանց դրա համար են բռնել, բայց մեղադրանք ներկայացել ինչի դու չես գրում։ Հա, որովհետև ժողովուրդը դա անցնում է, չէ, որ փաստորեն դավաճան է ինքը։ Հա, դες մեր մոտ է դավաճանների թեման 2020-ից հետո սկսել։ Ինձ մոտ դրանից առաջ էր։ Ու փաստացի դավաճանի պիտակը կախում էին ցանկացած ոչ ձեռնտու մարդու վրա։ Հա, հետո գիտես մեր կետոները մի քիչ տարբեր են եղել, նայ մենք հա, մենք մեզ հետաքրքիր չի եղել, անկեղծ էլի մեծամասնությանը թեման։ Իրանց մոտ տենց սկզբուկային բան ա դրված եղել, որ մինչև մեր վրեժը չլուծենք, մենք իրանց հետ տենց նորմալ չենք խոսալու։ Ով էլ խոսած, ուրեմն դավաճան է ու հայա, հա։ Հա, հայա, իհարկե։ Իրանք տենց քեն պահած չեն խոսացել մեզ հետ, մենք դրա մասին սկի չենք իմացել, որովհետև հետաքրքիր չի եղել։ Հիմա կանք մի հատ post truth իրավիճակներին հետ ճշմարտություն, խնդիրը, որը բոլոր բնակավարներին է վերաբերում ու ճգնաժամերի, որ աբսուրդային վիճակների է բերում, որ ուզում ես արդեն գոռաս, ասես մի հատ հանգստացեք բոլորդ, բայց ավելի զգայուն է իհարկե թեմաների դեպքում, որտեղ առանց էտել կիսաճշմարտությունները վխտում են, առանց էտել պրոպագանդան է ամեն ինչ որոշում։ Ինչ ես կարծում հետ ճշմարտության դարաշրջանում հայ-ադրբեջանական հիմա նույնիսկ ընդունված չի կոնֆլիկտ ասել, զգացել ես, ինչ որ բանակցություններ են ասում։ Խրթի հարաբերությունները։ Հա, ինչ որ այդտենց, ինչը լավ է իրականում, էլի խաղաղության ուղղված բան, բայց նոր ուզեցի ասեմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ ու մտածեցի, որ նույնիսկ այդ տերմինը առաջ արցախյան կոնֆլիկտ էինք ասում, ղարաբաղյան կոնֆլիկտ։ Հիմա ասենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը օգնել չեմ կարծում օգնեն, բայց կարող են վնասել, որովհետև ճշմարտությունը իրականում էլ ոչ մեկին հետաքրքիրել չի հիմա, ու մարդիկ ընդամենը ընտրում են կողմ, հա, ում կողմից ես, ով է լավը, ով է վատը, էմոցիաների վրա ասենց, ինչը ցանկացած թեմայում է վախենալու, ընդունենք, բայց կոնֆլիկտի պարագայում շատ ավելի զգայուն է, 30 տարի առաջ եթե այս ամեն ինչի միջով անցնենք, ինֆորմացիոն տեսակետից շատ ավելի հեշտ կլիներ երևի, չգիտեմ, մյուս կողմից էլ շփվում ենք իրար հետ, էլի, այ դու ասում ես կարանք կոմենտներում խոսանք առանց իրար վիրավորելու ու ինչ որ բաներ իմանանք իրար մասին, ոնց ենք այդ բալանսը գտնելու հետ ճշմարտության դարաշրջանում։ Այդ ինչ որ համաշխարհային հարց է ոնց հասկանում եմ, որով զբաղվում են, փորձում են պատասխան գտնեն նախտեղեկատվական անվտանգության մասնագետները, սոցիոլոգները, անթրոպոլոգները տարապում են այդ հարցի վրա։ Հա, անթրոպոլոգները։ Հա, որովհետև մանավանդ սոցիալական անթրոպոլոգիա զբաղվում է, չէ՞ ոնց է մարդը արձագանքում ինչ որ
բաների, ինքը շատ բարդ է ու փաստացի որ երբեք մարդկությունը հնարավորություն չի ունեցել կարծիք կազմելու որոշում կայացնել այսքան բազմակողմանի ինֆորմացիայի հիման վրա, որտեղ մենք հիմա ունենք այդ հնարավորությունը։ Ուրեմն չարարենք։ Դու կարող գուցե ոչ բոլոր, բայց շատ կողմերից ինֆորմացիա ստանաս, այդ ինֆորմացիայի հիման վրա քո որոշումը կայացնես կամ քո կարծիքը կամ քո ասած քվեն, հա, կամ բարոյական քվեն կամ ֆիզիկական քվեն, դաս ինչ որ մեկի։ Բայց եւ պարզվեց, որ դա շատ է մեր համար, մեր ուղեղը չի ձգում ու մենք ուղղակի իգնոր ենք անում այդ ամեն ինչը։ Իսկ որ էմոցիաները չենք կարա իգնոր անենք, իրանք ոնց որ մեզ չեն հարցնում գալուց առաջ, ստացվում է որ կայացվում է որոշումը էմոցիայի հիման վրա։ Իմ համար այդ մի քիչ դժվար հասկանալի է, նո անձնական բանով, որովհետև իմ ուղեղը շատ հակված է ռացիոնալիզացիայի, sense անընդհատ ու այդ էլ շատ հոգնածնող, ու ինձ դժվար է հասկանալ ոնց է լինում, որ մարդ բացարձակ չի ուզում գոնե մի քիչ լոգիկա ման գա իրավիճակի մեջ, չգիտեմ դա ոնց է լինում։ Հիմնականում հենց տենց է լինում, որ չի ուզում, հա, բայց մենք պարզություն ենք սիրում։ Ու այս լավն է, այս վատն է, իրանք լավն են, իրանք չարն են, բան իդեալական սխեմա է։ Իմ ուղեղն էլ է պարզություն սիրում, որտեղ լեք նորմալ մարդկային ուղեղը, բայց իմ համար պարզությունը, որ ես հասկանում եմ ինչը որտեղ է մոտավորապես, նոր պարզվում է։ Այդ ոնց որ սկզբնական եկող ինֆորմացիան միշտ բարդ է, մինչև չես բաժանել մասերի, բայց նորից մարդկանց ուղեղները տարբեր ձև են ընկալում։ Փաստացի, բայց ստացվում է, որ դու կարող ես քո ուղեղը տարբեր ձև ընկալում, բայց քո ուղեղին չի հասցնում հասնի, որովհետև էմոցիան այնքան ուժեղ է գալիս։ Այդ rage bait-ը ասածը, հա, օրինակ դու ջղայնանում ես, արձագանքում ես, նախքան կհասցնես այդ մասին, դա ասենք բոլորիս հետ է լինում։ Ինչ որ մեկի վրա, չգիտեմ, այսպես էրոտիկ, հա, բան, այսպես սեքսի վրա բանարած կոնտենտ ազդում, ինչ որ մեկի վրա կատաղությունը, ինչ որ մեկի վրա անարդարությունը, ու տեն շարունակ։ Ու ինչ անել դրա հետ, զարգացնել երևի այդ արագ ռացիոնալիզացիայի ունակությունը։ Կամ լսել մարդկանց, որոնք դու գիտես, որ քեզից լավ է ռացիոնալիզացնում։ Ես հաճախ որ զգում եմ այդ շատ ես եմ տենց անում։ Տագնապ, խուճապ ինչ որ բան է, միացնում եմ, լսում եմ ինչ որ մեկի, մարդկանց որտեղ կարծում եմ իրանք ռացիոնալ են գրում, հա։ Ես եմ տենց պաշտպանվում։ Այդ փրկում է ինչ որ, բայց ոնց ասեմ, որ գոնե parza որ առաջի արձագանքը չի կարա դա գա, բայց շատ կարևոր որ գոնե երկրորդը դա գա։ Որ դու ինչ որ բնազդի մակարդակով լինի կոմոդ, որ կանգնես, հաշվես մինչև 4-ը շնչես, հաշվես մինչև 20-ը սկսես մտածել ու նոր ինչ որ բան անես։ Ինձ թվում է դա ամեն անգամ չի ստացվելու։ Դե հա, բայց ունենալ այդ տենց խարիսխներ, որ գոնե իմանաս հլսպաս գնամ այնտեղ կարդամ ինքը միշտ էլի շատից քչից առանց էմոցիայի ա գրում եւ այլն, տենց ինչ որ հենակ էտեր պետք է ունենան, էլի տեղեկատվական, թե չէ կգժվես եթե կարդաս մենակ կոպես հիստերիկն, այսպես ինպես էլի նկատուն, հա, ոնց որ լավ խարիսխ է, այդ պաուզան որ վերցնում ես, ինչ որ մի հատ ձեռներով գործ անել, ասենք, չգիտեմ, մի հատ աման լվալ օրինակ, կամ մի պատուս է կար, ու ինչ բան ես անում անպայման ձեռքերով, որ հեռախոսից չկպնես։ Չէ, այդ կապ չունի, չէ, ոնց որ ֆոկուսը տեղափոխվում է ֆիզիկական գործողության վրա, ու այնտեղ ոնց որ մի քիչ մաքրվում է, իմ մոտ ես զգում եմ ոնց ասած որ մառախուղա, մայման ինչ որ բան որ ջղայնացնող է, ոնց որ մառախուղի պես բան է, դու ձեռներով բան ես անում, այդ մառախուղը մի քիչ մաքրվում է, ու մեկ է բառում որ ինքը իրականում այդքան շատ ջղայնացնող չէր օրինակ։ Կամ սկսում ես ստենալ, որ դա հատուկ առածա, որ քեզ ջղայնացնի կամ ինչ որ այդ պաուզան, ու հիմնականում ասում են պաուզա վերցրեք, ասենք շնչեք հաշվեք մինչև 4-ը, ինձ օրինակ չի օգնում, որովհետև դու շնչելուց մեկը այդտեղ ես ու քո զբաղված չես, էլի այդ ձեռներով ինչ որ բան անելը օգնում է։ Okay, կփորձ։ Բավականին ռացիոնալ խոսացինք մի թեմայի շուրջ, որի շուրջ դու ու ես 21 թվականին sense չէինք խոսարի անկեղծ լինենք իրար հետ 21 թվականից խոսում ենք այս թեմաների մասին դες բավականին մենք էլ ենք փոխվել համաձայն ես Աստված տա sense էլ առաջ գնանք փակենք թեման sense ընդհանուր մի հատ ծանր թեմայով բայց էլի կոնֆլիկտի հետ կապված բայց թեման ամեն դեպքում է ծանր տեղեկատվական հիգիենա, մեդիա գրագիտություն, տեսնում ենք, որ պատերազմից հետո էլ ոչ պրոպագանդան,
ոչ այդ տեղեկատվական երբեմն տերորը, հա, անկախ նրանից ինչքան ուժգին է, չեն բացարձակ ավարտվել։ Այսինքն մենք միևնույնն է, ստիպված ենք լինելու, չեմ կարող ասեմ ինչքան ժամանակ, բայց ապրել ինչ-որ տեղեկատվական պատերազմների մեջ, պատերազմ բառն էլ արի չասենք, բայց ինչ-որ էլեմենտներ լինելու են, հա։ Հիմա ոնց պաշտպանվենք մենք, ոնց հնարավորինս տեղեկացված մնանք, որովհետև անհնար է էլի կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակություններին ասել ուղղակի մի հետաքրքրվի հայ-ադրբեջանական թրեքով կյանքը լավ կլինի։ Չնայած ինձ թվում է եւս մի 2-3 տարի եթե սահմանում խաղաղ մնա, կարող է եւ ինչ որ մարդ հա տոկոս լինի, որ իրոք սկսի չհետաքրքրվել, դա անկալի նույն ձև, ոնց որ քաղաքականության այլ ճյուղեր, որոնցով ինքը չի հետաքրքրվում, բայց առայժմ այդ փուլում չենք, էլի մենք ինքներս տեսնում ենք, որ Ադրբեջանից կարող է ինչ որ ելույթ, հա, լինի ինչ որ մի օր ու մի քանի օր ստեղ էմոցիաները չհանգստանան։ Մենք չենք հասել դեռ այդ փուլին, որ մեզ հետաքրքիր չի այդ ամենը, որովհետև դե անվտանգություն չենք զգում վերջնական։ Դրա համար մեդիա գրագիտությունն ու տեղեկատվական հիգիենան կարևոր բաներ են, այս տարի հատկապես սա ծանրանալու կարծում եմ Հայաստանում, մինչև ընտրությունները ու մի քիչ էլ դրանից հետո ինչ անենք հարգելի մեդիա ոլորտի փորձված մասնագետ։ Նախ մի հատ գիտակցենք այդ պահը, որ այսուհետ մենք մենակ Հայաստանը չէ, մենք որպես մարդկություն տեղեկատվական փոթորիկի մեջ ենք լինելու մոտավորապես միշտ։ Տեղեկատվությունից հեռու մնալը լյուքս է, որը ոչ բոլորը կարան իրենց թույլ տան։ Իսկ եթե դու այնքան ապահոված ես, ոնց որ այնքան առանց քեզ ամեն ինչ աշխատում ա, որ դու կարաս քեզ թույլ տաս գնաս ինչ-որ մեկ կղզի, հեռախոսդ չպրտես օվկիանոսը ու նստես առանց ինֆորմացիայի վստահ լինելու, որ ինչ գլոբալ կատակլիզմ լինի քեզ չի կպնելու, այդ ինչ-որ լուրջ լյուքս է։ Մնացած բոլորի համար ում կյանքը կախված է ինչ-որ հանրույթի ընդհանուր կյանքից, ինչ-որ խառը վիճակ է, դու ինֆորմացիան ուզում ես ունենաս, որ քեզ իմանաս երբ քեզ պաշտպանես։ Հա։ Տեսանելի հեռանկարում էդ է։ Կայունությունը չկա, դրանից պիտի, հա։ Հիմա թե երբ 10 տարի հետո այդ ամեն ինչը մի քիչ կբալանսավորվի, թե երբ մենք չգիտենք, հիմա տեսանելի հեռանկարում էդ է, պետք է հաշտվել են մտքի հետ, որ մենք դրա հետ պիտի ապրենք։ Հիմա եթե դու 10 տարի շարունակ ամեն այդպիսի բանից վեր թռնես, շատ արագ ինֆարկտ կստանաս եւ երեխաներդ ворդ կմնա։ Պեչի։ Բայց պեչի։ Ու հաջորդը գալիս է, օքեյ, ոնց ֆիլտրել այդ ինֆորմացիան։ Նախ մի կողմից ասում եմ դու շատ ես ֆիլտրում, հայտնվես մի հատ ինֆորմացիոն բաբլի մեջ, այն մնացած ոչ մի բանը չես տեսնում, հետո շատ շոկ ես ապրում։ Քիչ ես ֆիլտրում, անդադար ոնց որ քեզ ծակեն։ Ու ինչ որ դիմադրողականությունը պետք զարգացնել, հասկանալի է որ տարբեր մարդկանց մոտ տարբեր աստիճանի կստացի, որտեղ մարդիկ տարբեր էմոցիոնալության են լինում, в принципе, հա, ինֆորմացիոն դաշտից դուրս էլ զարգացնել ինչ որ դիմադրողականություն ու ամենակարևորը զարգացնել ֆակտ չեքինգի սովորություն մի հատ ստուգել, մի հատ գուգլել, մի հատ հարցնել, եթե ասենք ինչ-որ ոլորտից է թեման, որտեղ դուք ունեք ծանոթ, բայց գոնե գուգլել, գոնե, չգիտեմ, մի երկու հատ, գոնե մի երկու տարբեր արհեստական բանականության հարցնել, в принципе, սա հնարավոր է, թե չէ։ Որտեղ մեկ այնց абսուրդ բաների են մարդիկ հավատում, որ չգիտեմ 7-րդ դասարանի ֆիզիկան քեզ հերիք հասկանալու, որտեղ ֆիզիկապես հնարավոր չի, մարդիկ հավատում են ու դա տխուր է, բայց ինչ որ կրիմինալ չի, որտեվ խո մարդը չի սիրե ֆիզիկա, օրինակ, բայց կրիմինալը արդեն իսկ 2026 թվականի դրությամբ իմ պատկերացմամբ կրիմինալը չկարողանալ գտնել այդ ինֆորմացիան, որտեղ քեզ պետք չի հանրագիտարան ունենալ տուն, քեզ պետք չի գրադարան գնալ, քեզ պետք չի, քեզ համարյա ոչ մի բան պետք չի անել։ Բացի ինչ որ շարժումներից, որոնք դու առանց այդել անընդհատ անում ես։ Ու դա արդեն ծուր քո պատասխանատվության դաշտն է, ու եթե դու դրանից տուժում ես, դա քո մեղքն է։ Ես տարումը ոչ մի խղճարություն չունեմ, ու եթե իմ հետ այդպիսի բան պատահի, օրինակ ես ինձ բանանեմ, իմ նկատմամբ ոչ մի խղճարություն չեմ ունենա։ Էվոլյուցիոն բանա, չէ, գործընթաց։ Հա, կամ պիտի հարմարվես երեխաներից ու իր իշխելքից։ Ոչ ամեն ինչը հնարավոր ստուգել։ Բնական է, որ այդ պրոպագանդան, ֆեյք ինֆոն, բուրըն էմոցիայով ինֆոն ավելի ու ավելի ինքը իզաշյոնն է, հա, ոնց են ասում, նուր
փադառնում, մշակած է դառնում, ավելի ու ավելի դժվար է հասկանալ, էլի չեք անել։ Ինչ որ բաներ կա, որ հղում անում մարդկանց, որոնց դու ոչ մի ձև հասանելիություն չունես, բայց այդպիսի ինֆորմացիա պետք է միանգամից կտրել։ Այսինքն ինչ որ մեկը քեզ ասում է, ես հենց նոր ռանդոմ մեկ ասում է, հենց նոր դուրս եկա Դոնալդ Թրամփի կաբինետից ու ինքը վաղը հարձակվում է Թուրքիայի վրա։ Դու դա չես կարող ոչ մի դեպ ստուգես, որտեղ դու չես կարող զանգես օվալադև կաբինետ, ասես կներեք Ֆիլիպոսը հենց նոր ձեր մոտից դուրս եկավ, թե չէ։ Եթե դու ձև չունես դա ստուգելու, միանգամից ասում ես չէ։ 100 դեպքից 99-ում ճիշտ ես դուրս գալու։ Պլյուս ինչ որ վստահելի աղբյուրների բազա ունենալ, որովհետև հա տենց էլի պատահում է, որ մարդը 10 տարի ազնիվ անում էր օրինակ իր լրագրությունը կամ իր բլոգինգը ու տալիս էր առանհավատ ինֆո ու մեկ էլ մի օր կտա նպատակաուղղված ցույց ինֆո, էլ պատահում ամեն ինչ պատահում է, բայց էլի դրա հավանականությունը ավելի քիչ է, քան դու ռանդոմ ակնհայտ ռանդոմ, հա, ստուգել կայքերի անուններ, մեկ է, դա մի քիչ դժվար է, բայց ինչ որ մի հատ գոնե օտար լեզու իմանալ։ Որտեւ եթե դու կարաս տեղեկությունը ստուգես ուրիշ լեզվով, այդ քեզ շատ մեծ առավելություն է տալիս։ Չես կարա ԱԲ-ին ասես միած ստուգի այս թեմայով ասեն դա Վրաստանում ինչ են գրում։ Դե բայց քանի որ ԱԲ-ները դեռ ոնց որ գլուկեր են տալիս եւ էլի իրանք փորձում են քո բաբլին ադապտացվեն։ Մի հատ ուրիշ լեզուն քեզ հսկայական առավելություն է տալիս քո ինֆորմացիոն անվտանգության մեջ։ Լեցի ինձ գիտես ինչն է օգնում էմոցիան հանելը։ Դե դժվար է թեմաներ կան, որ սենց տրակում է ուղեղդ էլի, բայց ինձ օգնում է հարցեր տալը ու կապ չունի ես հարցի պատասխանը կգտնեմ թե չէ, մինչև պատասխանի մասին մտածում եմ, ահագին սառում եմ ու երկու հարց եմ ինձ միշտ տալիս, նես չի որ ես եմ հորնել այդ հարցերը, ընդհանուր հայտնի հարցեր են էլի։ Ոչ թե ով է ինձ դա ասում, այլ ինչի է ասում ու ինչի է հենց հիմա ասում։ Ինչի եմ ես հենց հիմա այս ինֆորմացիան ստանում, հա, կապ չունի ումից։ Ումա ձեռնտու, հա։ Չէ, ինչի է ընդհանրապես մեկի մտքով անցել, ինչի եմ ես ընդհանրապես edge-ս թերթելուց, այ հիմա այս ինֆորմացիան կարդում ու ինչի եմ հենց այսօր կարդում, ինչի են սա ինձ այսօր ասում, ոչ թե երեկ։ Ու մինչև ես այդ երկու հարցի մասին sense մտածում եմ, ոչ միայն մտածում եմ sense սուրճի շուրջ, այլ research եմ անում, փորձում եմ կարդամ եւ այլն, զգում եմ, որ բավականին սառեցի։ Իսկ սառելը հենց այն է, այսինքն տաքանալ է նա ինչի վրա աշխատում է, հա, այդ ամբողջ հիստերիկ ինֆորմացիոն ֆոնը ինձ օգնում է էմոցիաներս կառավարելը ու դրա համար ես էլ ունեմ մի քանի տենց աղբյուր, որ էլի գիտեմ, որ կարող է մեկ-մեկ ինչ-որ պրոմախ տան, բայց հիմնականում վստահում եմ ու մտածում եմ լավ գնամ տեսնեմ այս ինչի ինչա գրել, այն ինչի ինչա գրել ու դրա համար այդ ձևի մարդկանց, ովքեր լսարան ունեն, ովքեր մտածում են, որ կան գոնե 5 հոգի, հա, որ գալիս կարդում են քեզնից ու կարող է դու այդ օրը այդ մարդու էմոցիաները կառավարես, շատ ուշադիր լինել, 1000 անգամ ավելի ուշադիր լինել, պատասխանատու լինել քո կոնտենտի համար, ինչ ես գրում, վստահես արդյոք ինֆորմացիայի մասին, որը գրում ես, բառերը, որ ընտրում ես, վստահես, որ դու կհասնես այն նպատակին, որը քո առաջ դնում ես։ Այն նաև հասարակա հիմա խոսում ենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տեղը կարգավորում ասելը կարող է մի տարի ասես ու լիքը բան փոխվի, ինչը 100 ամնակներով երկու հասարակությունում էլ կռվի ռոպագանդան, ահա, արել նուրբ բաներ են, բայց եթե ամեն մեկը փորձի իր թեկուզ 5 հոգանոց լսարանի առաջ ավելի պատասխանատու լինի, գուցե երբեմն ներողություն խնդրի սխալ ինֆորմացիա տալու համար, բոլորի հետ էլ պատահում է այս ծավալի ինֆորմացիայի դեպքին, որ մեկ-մեկ սխալ ես անում, դրանով էլ ավելի վստահություն ձեռք բերի ու անպայման ունենանք այտենց հենարաններ, որտեղ fact checking ենք անում ու մի հատ լեզվաբանական այսպես լինգվիստիկ լայֆհակ ասեմ, եթե տեքստ է, նո կամ խոսք է վիդեոյա։ Նախ եթե վիդեոյա ու վիդեոյի մեջ մարդը գոռում է, կապ չունի ինչ ասում։ Եթե ինքը գոռում է, միանգամից չէ։ Ինքն էլ է, չէ, էմոցիայի վրա։ Հա, ինքը եթե այսպես անընդհատ մանավանդ եթե դու օրինակ նայում ես շարունակաբար ու ինքը միշտ է գոռում, հասկանալ է, որ պահի բոլորն է կարան ուզենալ դու գոռան ու տես դուրս գա, եթե ինչ-որ բան է եղել, հա, եթե մարդը միշտ հանգիստ եկել է, օքեյ։ Բայց եթե մարդը ամեն անգամ եթե դուրս գալիս ու սկսում է գոռալ կամ հայհոյել կամ բան, մի անգամից չէ։
նույնիսկ պետք չի լսել ինքը ինչ է ասում, ինքը մանիպուլացնում է։ Ինչ ուզում է խոսել, նույնիսկ եթե ինքը ինչ-որ բաներ ճիշտ է ասում, ճիշտ ինֆորմացիա ունի կամ չգիտեմ իր աղբյուրներ ունի եւ այլն, ինքը տալու է այդ ինֆորմացիայի մենակ այն մասը ու մենակ այն ժամանակ, երբ որ պետքա մանիպուլացնել։ Այդ միանգամից ֆիլտրվում դուրս է գալի շատ հեշտ բան է։ Ու եթե տեքստ է, ու տեքստի մեջ արտահայտությունները, ալա այդ սրիկաները, կամ այդ թոփալները, այդ բաները, էլի կապ չունի ինչա գրած, կապ չունի ինքը ինչքան վերևներում բարեկամ ունի, կապ չունի, չգիտեմ, անձամբ Թրամփի հետ գարեջուր խմում ամեն իրիկուն, թե չէ։ Այդ ինֆորմացիային չի կարելի հավատալ ոչ միանգամից բլոկում ես, ֆիլտրում ես, հանում ես, դաշտդ մաքրվում է, որտեվ նորից մարդը, որ փորձում է այդ պիտակներով կոմոդ առաջացնի, նախքան ինֆո տալը առաջացնի վերաբերմունք նոր ինֆո տա, ինքը 1000% մանիպուլացնում է։ Քո էմոցիաների վրա է խաղում, հա, ու ոնց որ չես ուզում խաղալիք դառնաս, դեռ շատ է, ու մարվանդ հայկական մեր դաշտում շատ կան այդ կոնտենտ ստեղծողները, որ աշխատում են վիրավորական բառերի վրա, ու գիտեն, որ լիքը նայողներ էլ հաճույք է պատճառում, հաճույք օքեյ։ Էդ էլ իմացանք մեր հասարակության մասին։ Հա, եթե այդ կարաս նայես, բայց եթե քեզ կայֆ, այն որ որպես շոու նայում ես, օքեյ, բայց եթե դրանից ելնելով ինչ որ բան պիտի անես կամ որոշում կարծիք կազմես, հա, միանգամից ֆիլտրում ես, հանում ես, եթե քեզ դուր է գալիս, որ ինչ որ մեկը վազում է աչք ու ձախ ու հայհոյանքներ է տալիս, ընտրեմ, ամեն մեկս մեր սիրած կրկես ունենք, բայց անցնել դա որպես արժանավատ ինֆորմացիա չէ, որովհետև եթե կրկեսում իրոք ինչ որ ծաղրացում դուսա գալիս ինչ որ բան է անում, դու դա չես ընկալում որպես ինֆորմացիա, դու ընկալում ես հիման վրա որոշում չես կայացնում, կամ հետևություն չես անում դրանից ինչ որ մի լուրջ հարցի շուրջ։ Ու բառերով շատ լավ կարելի է բանել, որ այս մարդը այդ կրկեսի կատեգորիայի մեջ է եւ հա, բայց իրանք մեծ պահանջարկ ունեն արի ու տես։ Լավ, մենք հիմա սենց լիքը ցույց տվեցինք դեպքեր, որ պետքա բլոկել, ուշադրություն չդարձնել, բանի տեղ չդնել, հուսամ մենք ինքներս այդ կատեգորիայի տակ չենք ընկնում։ Այո, մեզ մի բլոկեք, մեզ հավանեք, սրտիկեք, բաժանորդագրվեք, ռացիոնալիզացնում ենք։ Դե փորձում ենք, այսքանով ավարտենք այս զրույցը։ Հուսով եմ ստացվեց, ծանր թեմա էր, բայց անկեղծ ինձ գիտես իրոք հաճելի էր Ժասմինն ու ես այս թեմայի շուրջ 21 թվականից պարբերաբար խոսում ենք ու ինչքան ենք փոխվել, բայց դա նշանակում է, որ ֆոնն էլ է փոխվել, որի մեջ մենք ապրում ենք, որ մենք կարողանում ենք այսպես խոսալ, ցենց ներքին խաղաղությամբ եմ ավարտում հիմա ես այս վիդեոն։ Շատ շնորհակալություն ձեզ լսելու համար, կսպասենք ձեր արձագանքներին եւ մինչ հանդիպում չմոռանաք այն սրտիկել, լայքել, բաժանորդագրվել ու մեզ սիրուն բարի կոմենտներ գրելը։ Շնորհակալություն Ժասմին։ Շնորհակալություն։